Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30 աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ Փաշինյանն այսօր կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ հոկտեմբերի 30-ին Ելիսեյյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը հանդիպել էին նաև այս ամսվա սկզբին Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք քննարկել էին տարածաշրջանային զարգացումները, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունները և TRIPS նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։ Հայաստանի դատական համակարգը քաղաքականացված է և դատավճիռներն կախված են մի անձի կամքից։ Այսօր հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը։ Երեկ երեկոյան Համբարձումյանը Հայաստան ժամանելուն պես կալանավորվեց, սակայն հայտ է, որ ամբողջ դատավարության ընթացքում որևէ լուրջ ապացույց չի ներկայացվել կապված Դավիթի կողմից հանցավոր գործունեության հետ։ Բացի այդ, հոդվածով նախատեսված աննախադեպ ժամկետ է կիրառվել, բնականաբար այդ ժամկետը կիրառվել է, որպեսզի որևէ կերպ համաներում ընչացնի պատժամիջոցի վրա, ասել է Սարգսյանը։ Դատարանը օրերս Դավիթ Համբարձումյանի մեղավոր է ճանաչել 2018 թվականի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար, դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, ժամը 8:30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Մակնիշի ավտոմեքենան և Lada Մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղից էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։ Բախման հետևանքով Լադան, որը բարձված է եղել հացով, կողաշրջվել է։ Գլխավոր դատախազությունում Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի մասին հաղորդումն ուղարկվել է Հայաստանի քննչական կոմիտե, հայտնում են ՀԿ-ից։ Հոկտեմբերի 25-ին իրացել քաղաքացիների միավորում կազմակերպությունը Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն։ Հոկտեմբերի 27-ին դատախազությունը հայտնեց, որ հաղորդմանը ընթացք է տրվել։ Հաղորդումը ստացվել է քննչական կոմիտեում, այս պահին գտնվում է ուսումնասիրության փուլում։ Վարույթ նախաձեռնելու չնախաձեռնելու հարցը դեռ պարզ չէ, հայտնում են քննչականից։ Հայկական Wikileaks անվանումով Նոր Աբբաս տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել, դրանք վերագրելով Արշակ arczepiskopos Խաչատրյանին։ ԵՊՀ-ից հեռացված դասախոս դոցենտ Սահակ Մանուկյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել իրեն աշխատանքից ազատելու մասին ռեկտորի հրամանը։ Այս մասին Մանուկյանը հայտնել է ԶԼՄ-ներին։ Կարծում եմ հրամանը անվավեր է, նախ իրենք պարտավոր էին դիմել արհմիություն և ստանալ արհմիության համաձայնությունը, որովհետև ես նաև Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության քննիչ հանձնաժողովի անդամ եմ, բայց իրենք խախտել են աշխատանքային օրենսդրությունը և անգամ արհեստակցական կազմակերպության կարծիքը հաշվի չեն առել, նշել է նա։ Հեռացման պատճառն այն է, որ Հայաստանի ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանի դուստրը, ով հանդիսանում է Մանուկյանի ուսանողներից, լուսանկար է հրապարակել դասախոսության ժամանակ Մանուկյանի կողմից գրատախտակին գրվածից։ Լուսանկարը հասել է ԵՊՀ ռեկտորին, համարվել դասախոսի համար ոչ պատշաճ վարքագիծ, ինչին էլ հետևել է Մանուկյանի հեռացումը։ Ազատման պատճառը ներքին կարգապահական կանոնները խախտելն է, որը հանգեցրել է աշխատողի նկատմամբ գործատուի վստահության կորստի։ Աղոթքը, որին կմասնակցի Ռոմի Պապ Լևոն 14-րդը Թուրքիա կատարվելիք այցի ժամանակ տեղի կունենա հայկական Սուրբ Աստվածածին հայրապետական եկեղեցում, հայտնում են այս մասին Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունից։ Ստամբուլի Գումգամփու թաղամասում պատմական Ֆաթիֆ շրջանի գտնվող հայկական եկեղեցին այցելությունը նախատեսվում է հովվապետի այցի վերջին օրը։ Լևոն 14-րդը տաճարում կգտնվի մոտ 30 րոպե։ Նրան կընդունի Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը։ Լևոն 14-ի հայրապետական այցը Թուրքիա տեղի կունենա նոյեմբերի 27-ից 30-ը։ Չի կարելի լռել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այլապես այդ դրության գինը մեր երկրում քաղբանտարկյալների թվի ավելացումն է դառնալու։ Այս նպատակով այսօր ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էր տեղի ունեցել Պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների և Բաքվում պատանդված մեր հայրենակիցների։ Ակցիայի օրը պատահական չի ընտրվել ԱԺ-ում Եվրանեսի խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստներ ու ակցիայի մասնակիցները փորձում են իրենց ձայնը լսելի դարձնել եվրոպացի խորհրդականների համար։ Նախաձեռնությունը ՀՀԿ երիտասարդական և
ուսանողական կառույցներին է, որին միացել են նաև այլ քաղաքական ուժերի և հասարակական միավորումների երիտասարդներ։ Ապարնի համայնքապետարանի 3 աշխատակից է ձերբակալվել հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, հայտնում են հենց կոմիտեից։ Քննչական գործողությունները իրականացում են քննվող քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքով ձերբակալվել է 9 անձ, որոնցից 3-ը Ապարնի համայնքապետարանի աշխատակիցներ են, ասել են կոմիտեից։ Լուրեր են շրջանառվում, թե իրավապահները խուզարկություններ են իրականացրել տարբեր հասցեներում, այդ թվում Ապարնի համայնքապետարանում ու 1 տասնյակ ձերբակալվածներ կան։ Հայաստանի արտգործնախարար ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծի գործող մեղադրյալներից Թորգոմ Ասատրյանն ազատազրկման դատապարտվեց 5 տարի 6 ամիս ժամկետով։ Նման որոշում կայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ։ Մեղադրվող դատախազն առավելագույն պատժաչափ էր պահանջել 7 տարի, նշելով, որ Ասատրյանը հանցանքը կատարել է խմբի կազմում առանձնակի դաժանությամբ և ռազմական դրության պայմաններում։ Պաշտպանական կողմը մի շարք փաստեր էր հրապարակել Թորգոմ Ասատրյանի կենսագրության վերաբերյալ, մասնավորապես նրա պատվոգրերը, մեդալները, ըստ որի նա գերազանց սովորել է դպրոցում, մարզական հաջողություններ ունեցել, բազմիցս եղել է խառը մենամարտերի չեմպիոն, արևելյան մարտավեսների վարպետ է։ Համացանցում լայն տարածում է գտել մի տեսանյութ, որում փոքրիկ աղջիկը նկարագրում է, թե ինչպես են իրեն ընկալում մորական, նույնիսկ ռուսական և հորական, նույնիսկ հայկական կողմի հարազատները։ Աղջիկը տեսանյութում գրում է թե հայկական, թե ռուսական ազգային հագուստ։ Слева горы, справа горы, а вдали Кавказ, там армяне зажигались. Մի խումբ հայուհիներ տեսանյութ են պատրաստել Հայաստանի տարբեր վայրերից, որում հայկական ազգային պար են կատարում։ Հոլովակինքից գրված է՝ հայրենիքը մեր արմատն է, մեր հողի հոտը, մեր լեզվի հնչյունը։ Այնտեղն է, որտեղ յուրաքանչյուր քար ունի հիշողություն, յուրաքանչյուր ծառ պատմություն։ Սիրել հայրենիքը նշանակում է ոչ միայն խոսել նրա մասին, այլև ապրելով պաշտպանել ու վառ պահել նրա լույսը։